Լրացավ լույս տղերքի 5 տարին, որ անհայտ պայմաններում այրվեցին։ Դրանք կյանքեր էին, Աստծո տված կյանքեր, ոչ թե ոմանց նման գլխաքանակ։ Ցանկացած երկրում սգո օր կհայտարարվեր։ Եվ այստեղ ոչ միայն չհայտարարվեց, այլ նաև նույն օրը ոմանք գնացին ուտել խմելու։ Սգո օր չհայտարարվեց նաև Արցախի բռնագաղթման վերջին օրը, երբ մեկ օրում 250 մարդու կյանք խլվեց։ Ու նույն օրը կախարդուհին փոխեց իր պրոֆիլի նկարը ժպիտով, կարծես ասում էր՝ ես ուրախ եմ այն ամենի համար, ինչ պատահել է ձեզ հետ։ Խաղաղ պայմաններում անընդհատ զոհվող զինվորներ, անունը դրած անհայտ հանգամանքներ։ Սուրմալուի պայթյուն, որին զոհ գնացին հղիկինն ու երեխան եւ էլի մի քանի մարդ, ով պատասխան տվեց։ Հղի աղջկան վրա երթի ենթարկած կենդանին արդարացվեց, թե օրենքն է այդպես, եւ պատասխանատվության չընթարկվեց։ Բանսարկու ՔՊԻ անդամները 10 րոպեն մեկ կհիշեին, եթե դա տեղի ունեցած լիներ նախորդ տարիներին։ Արգավանդի համայնքապետի սպանությունից ինչ լուր կա, ով է տեղյակ։ Աբովյան քաղաքում երիտասարդ տղայի վրա կրակեց մի հանցագործ վեհապարին պաշտպանելու համար։ Ով է նա եւ ուր է։ Դե գիտեք, դագաղներով եկողները չէին կարող կարմիր փուչիկներ եւ ֆինտիկներ բերել։ Ու այս ամեն ինչի ֆոնին ոչ մի կարեկցանք, ավելին խրախճանք դիակների վրա։ ՔՊԻ կողմնակիցներ, լավ, ձեզ էլ ինչա պետք, որ հասկանաք, թե ինչ ուժերի են ծառայում նրանք։ Եվ գնալով նրանց հետևից դուք եւս ծառայում եք այդ սև եւ մահաբեր ուժերին։ Մտածեք մի փոքր։